Ջրվեժ խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, բարի կեսօր եւ շնորհակալ եմ նախ ջեր ընդունելության համար։ Ժողովուրդ ջան, համոզված եմ հիշում եք, որ 2020 թվականից ընդդիմությունը անդադ ընկիցներ տանում, թե Նիկոլը կամ Փաշինյանը կամ վարչապետը միջանցքա խոստացել, հələ ուրիշ բան է, դե տեն ջանդամ ասում էին, տենց, բայց նպատակով էին ասում, ասում են դե խոստացել ես տուր, որ կռիվ չլինի, պատերազմ չլինի, մեկը արդեն խոստացել ես, ու սա ինչի եմ ինչ առիթով եմ ասում, ինչի եմ այսօր ասում, որովհետև երեք Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նախաստորագրեցին միջպետական համաձայնագիրը TRIP նախագծի մասին եւ այնտեղ հստակ արձանագրվեց, որ TRIP նախագծի իրագործման բոլոր հատվածների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, հետևաբար միջանցքի թեման, որը չկարել գոյություն չի ունեցել, մեկ ընդմիշտ առավետ փակված է, եւ դեռ սա դեռ ավելին չէ, այլ Հայաստանի Հանրապետությունը այդ համաձայնագրով կոնֆլիկտի փակուղուց վերաածվում Հայաստանի խաղաղության խաչմերուկի, Հայաստանի տարածքով ի վերջո գնալու են միջազգային գնացքներ, Հայաստանի տարածքից միջազգային շուկա դեպի գնացքով հնարավոր է լինելու ներմուծումներ եւ արտահանումներ կատարել, իմիջայլոց, նաեւ որ երբեմն ելնում է խոսույթ, որ ինչ-որ ապրանքներ կա, որ Հայաստանում ավելի թանկ են, քան նույնիսկ ասենք եվրոպական որոշ երկրներում։ Այդպիսի երևույթներ նկատվում են, բայց մենք երբեք չենք առերեսվել, թե դրա պատճառն ինչ է։ Իսկ պատճառն այն է, որ Հայաստանը շրջափակված վիճակում տրանսպորտային ծախսերը ավելին են եւ գիտեք, որ ցանկացած ներմուծված ապրանքի գնի մեջ տրանսպորտի ծախսը իր ինքնարժեքի մեջ է։ Եվ հետևաբար շատ կարևոր է արձանագրել, որ մենք հաղթահարում ենք շրջափակումը, բայց այսօր մենք արդեն հաղթահարել ենք շրջափակումը, առաջին փուլը շրջափակման հաղթահարման առաջին փուլը իրագործված է, որովհետև 2 օր առաջ բացվեց նաև Ախալքալա-Կարս երկաթուղին Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Առաջիկայում TRIP նախագծի իրագործման արդյունքում մենք ուղիղ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային կապ ենք ստանալու եւ նաեւ երկաթուղային կապ ենք ստանալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Հայաստան, Նախիջևան, Իրան եւ նաեւ Սև ծով, Կասպից ծոց երկաթուղային այդ միջազգային ուղին անցնելու է Հայաստանի Հանրապետությունով։ Սա նշանակում է միլիարդավոր դոլարների եկամուտներ Հայաստանի Հանրապետության համար, եկամուտներ պետական բյուջե, այս նշանակում է երկրի զարգացածության եւ անվտանգության ավելի բարձր մակարդակ, որովհետեւ երբ որ ես ասում եմ անվտանգությունը բանակով չի միայն, եւ երբ որ մենք անվտանգություն ասելիս առաջին հերթին հասկանում ենք բանակ, երկրորդ հերթին հասկանում ենք բանակ, երրորդ հերթին հասկանում ենք բանակ, այդ նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Ինչ նկատի ունեմ։ Հիմա բանակը մենք հնարավորինս մեր անվտանգության համակարգի շերտերում հետ ենք տարել, բայց ինչով ենք փոխարինում։ Օրինակ TRIP-ն է գալիս առաջին շերտը, որովհետեւ TRIP նախագծի իրագործմամբ եւ ապա շրջափակմամբ Հայաստանը դառնում է արևելքից արևմուտք եւ հյուսիսից հարավ մատակարարումների խաչմերուկ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ եթե Հայաստանում խնդրեմ լինի, Հայաստանում տարածաշրջանում պատերազմ լինի, այդ ճանապարհները փակվելու են։
Եթե ճանապարհները փակվեն, նշանակում է աշխարհի խոշոր մի քանի տերություններ իրենք մատակարարումների խնդիրներ են ունենալու։ Երբ որ այդ երկրներում մատակարարումների խնդիրներ ալնում, այդ երկրներում ներքաղաքական խնդիրներ են ծագում եւ կառավարությունները ստիպված են լինում առերեսվել ներքին խնդիրների հետ, որպես այդ ներքին խնդիրները չլինի, իրանք պարտավոր են ապահովել ապրանքների կայուն մատակարարումը։ Այս համատեքստում, որպեսզի ապրանքների կայուն մատակարարում տեղի ունենա, պետք է Հայաստանի Հանրապետությունում կայունություն լինի, խաղաղություն լինի, որ այդ երկաթուղիները եւ ճանապարհները գործեն։ Այս բանաձևով է, որ մենք հասել ենք այնտեղ, որ Հայաստանի կայունությամբ եւ խաղաղությամբ շահագրգիռ ենք ոչ միայն մենք, այլև շահագրգիռ են դառնում հարևանները, որոնք նույնպես մեզ հետ միլիարդներ են աշխատում այս հոսքերից, պլյուս դրան շահագրգիռ են դառնում մեծ տերությունները, ովքեր արտահանումներ եւ ներմուծումներ են իրականացնում այս ճանապարհով։ Եվ ահա տրիպ նախագիծը ուրեմն Հայաստանում խաղաղության, կայունության, անվտանգության կարևոր երաշխիքներից մեկն է եւ 3 նախաստորագրման եւ առաջիկա ստորագրման հետ կապված ես շնորհավորում եմ բոլորիդ։ Սա մեծ պատմական իրադարձություն է։ Հիմա հիշենք նաև ինչ էր ասում ընդդիմությունը 2024 թվին ասում էր սա պատերազմ ալնելու։ Ես ասում եմ պատերազմ չի լինելու խաղաղություն։ Եվ պատերազմ չեղավ, եղավ խաղաղություն եւ խաղաղություն։ Ինչի առիթով նույնպես ես ձեզ շնորհավորում եմ։ Ավելին ընդդիմությունը Սյունիքի եւ Մեղրիի ողջ էր դրել տարիներով, ողջ էր դրել։ Ես ձեզ այսօր ասում եմ, որ այսօր Սյունիքը անվտանգ ավելի քան երբևէ։ Այսօր Սյունիքին որևէ բան չի սպառնում եւ սա համոզվելու համար պետք է նայել անշարժ գույքի գներին եւ շուկային։ Միջև երեկվա ստորագրումը արդեն օգոստոսի 8-ից հետո Սյունիքում անշարժ գույքի գները 30%-ով ավելացել են։ Երեկվա ստորագրումից հետո եւս 30%-ով են ավելանալու։ Առաջիկայում վավերացումն է տեղի ունենալու, եւս 30%-ով են ավելանալու։ Շինարարական աշխատանքներն է սկսելու, էլի ավելանալու են։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Սյունիքի հետ կապված մտավախություններ 90-ականների սկզբից են ընչում։ Եթե դուք 90-ականների սկզբի մամուլը արխիվում գնաք տեսնեք, այնտեղ կտեսնեք, որ գրեթե ամեն շաբաթ խոսում են ինչ-որ ծրագրի մասին, որ մեր իրականության մեջ հայտնի է Գոբլի ծրագիր անունով, որ ծրագիր կա, որ Սյունիքը Հայաստանից անջատեն եւ այլն։ Եթե նույնիսկ եղել է այդ ծրագիր, եթե նույնիսկ եղել է նման ծրագիր, այդ ծրագիրը այլևս չկա, որովհետև Հայաստանի Հանրապետությունը երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետությունը երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը եւ այս առիթով բոլորիդ նույնպես շնորհավորում եմ, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ մենք մեր տարածքային ամբողջականությունը երաշխավորել ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը ճանաչելով, որովհետև մեր տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Այո, ընդդիմությունը ինչ է ասում, ասում է Փաշինյանը կամ վարչապետը կամ Նիկոլայը կամ չի ոնց է ասում էր Արցախը Հայաստանա եւ վերջ։ Այո, ասել եմ ժողովուրդ ջան, ասել եմ, որովհետև վարչապետ եմ ընտրվել եւ իներցիայի մեջ եմ ընկել եւ նաեւ հավատարիմը նվիրված եմ եղել այն գաղափարներին, որոնցով մենք 30 տարի ապրել եւ դաստիարակվել ենք, բայց դա գիտեք ինչն է, մի կարևոր առանձնահատկություն, դա ասել եմ եւ դրա արդյունքում է, որ հասկացել եմ եւ իրար հետ հասկացել ենք, որ թակարդի մեջ ենք։ Ինչի՞, որովհետեւ տեսեք, եթե մենք կամավոր նույն տեղում, նույն կետում կանգնած ենք, պատկերացրեք դուք նույն կետում սենց կանգնած ենք մի տարի, ոչ աջ ենք ուզում գնանք, ոչ ձախ ենք ուզում գնանք, ոչ առաջ ենք ուզում գնանք, ոչ հետ ենք ուզում գնանք։ Չէ, սենց կանգնած ենք։ Եթե մենք թակարդի մեջ ենք, մենք չենք հասկանա, որ մենք թակարդի մեջ ենք։
Որտեղ մենք կանգնած ենք, մենք չենք ուզում շարժվենք ոչ մի ուղղությամբ, չէ՞։ Եթե մեր ոտերը կապած է, բայց մենք կանգնած ենք, մտքներս չի էլ անցնում, որ մենք քայլ առաջ անենք, քայլ հետ կամ քայլ աջ, քայլ ձախ։ Մեկ էլ մի օր ասում ես, լավ, ես ինչ եմ ես կետում կանգնած, հələ փորձեմ մի քայլ առաջ անեմ։ Ոտդ ուզում ես առաջ տաս, դու մեզ չի գնում ոտդ։ Ասում ես ինչ է, հələ մեկ ձախ անեմ։ Ոտդ ուզում ես ձախ տանես, դու մեզ չի գնում ոտդ ձախ։ Ասում ես լավ մեկ աջ անեմ, ձախ աջ ցույց տվի, աջը ձախ։ Դուք ձեր կողմից լավ։ Մի հատ ձախ անեմ։ Ոտդ ուզում ես շարժես, դու մեզ չի շարժում ոտդ։ Ասում ես լավ գոնե կարամ հետ գնամ, ուզում ես հետ գնաս, դու մեզ չի շարժում։ Արա մեկին նայում ես, ոտերդ շղթաների մեջ են։ Ոտերդ ու դու, քանի որ 30 տարի նույն տեղում կանգնած ես եղել։ Այն ախր այդ կինոն ես զարմանում եմ, մեր Հայաստանում ոնց չեն տեսել շատ։ Բանը շոու Տրումենա ֆիլմ կա, տեսել եք, ով է տեսել այդ ֆիլմը ընդհանրապես։ Տեսել եք Ժողովուրդ ջան։ Սովորաբար հետաքրքիր այնքան լավ ֆիլմ է, որ ճիշտ ասեմ, ես էլ եմ մի 5 տարի առաջ եմ տեսել այդ ֆիլմը, բայց ինչքան հասկանում եմ 90-ականների։ Ես ասել եմ Արցախը Հայաստանը եւ վերջ, այդ շարժումն է, որ մի ուղղությամբ հլը գնանք, առաջ գնանք։ Տեսել եք չեն կարող առաջ գնանք, դա հələ լավ աջ գնանք, չի լինում աջ գնալ, ձախ, էլի չի լինում հետ, էլի չի լինում։ Հետո նայել եմ մեր ոտերին, դեռ տեսել եմ շղթաներով կապած է մեր ոտերը։ Եվ այդ պահից սկսել Հայաստանի իրական կամ անկախության աստիճանի բարձրացման process-ը։ Այդ դժվար ճանապարհով, այո, դա նաև առաջնորդի առանձնահատկությունն է, որ ասի են ինչ որ ուրիշները չեն համարձակվում ասեն, եւ դրանից անի հետևություններ, ինչ հետևություններ, որ ուրիշները չեն համարձակվում, կամ դա իրանց գործը չի, դա ձեր գործը չի, հասկանում եք, դա իմ գործն է, եւ ես արել եմ իմ գործը հասկանալով թակարդը եւ հասկանալով թակարդից դուրս գալու անհրաժեշտությունը եւ ես այսօր եկել եմ ձեզ զեկուցելու, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս թակարդի մեջ չի, Հայաստանի Հանրապետությունը այլևս թակարդի մեջ չի։ Ու սա ամենակարևոր նորությունն է, որ մեր կյանքում տեղի է ունենում։ Բայց մեր կյանքում այնքան կարևոր նորություններ են տեղի ունենում, այնքան կարևոր բաներ են տեղի ունենում, որ երբեմն նույնիսկ դժվար է թվարկել։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, այսօր ընտրություններին մասնակցում են անձինք, ովքեր տարիներ առաջ մեկը ասում էր ես միակ տղամարդն եմ, մյուսը ասում էր ես հզոր եմ, ես ամենակարող եմ, երրորդը ասում էր բան եմ, ես ուժեղ եմ։ Այդ մարդիկ տարիներ առաջ իրանք կարային որոշեին ով բիզնես անի, ով բիզնես չանի, ով քայլի, ով չքայլի, ով ինչ ասի, ով ինչ չասի, եւ այլն եւ այդպես նույնիսկ ով ապրի, ով չապրի։ Այսօր այդ մարդիկ տարիներ առաջ Հայաստանում նույն այդ պատերազմի եռագլուխ կուսակցություն, որ ասում եմ, չէ, իրանք շրջապատի հետ։ Այդ իրեքը 7 տարի առաջ Հայաստանում որոշում էին ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ։ Այսօր այդ մարդիկ չեն որոշում ոչինչ, եւ այսօր այդ մարդիկ ոչ կարան ասեն հզոր եմ, ոչ կարան ասեն ուժեղ եմ, ոչ էլ կարան ասեն միակ տղամարդն եմ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում իրենք չեն որոշում ոչինչ, բայց ով է որոշում, իրենք չեն այլևս հզորը, այլ դուք եք հզորը, իրենք չեն այլևս ուժեղը, այլ դուք եք հզորը, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երեք իրանք 8 տարի առաջ, 9 տարի առաջ, իրանք են ձեր ճակատագիրը որոշում, այսօր դուք եք իրանք ճակատագիրը որոշում, եւ ես ձեզ կոչ եմ անում իրանք ճակատագիրը վերջնականորեն որոշել, որովհետեւ այդ լրտեսական ցանցի լիդերները պետք է ընտրություններից հետո տրամաբանական ժամկետներում հայտնվեն բանտում եւ շատ երկար ժամանակով, որովհետեւ նրանք գործում են Հայաստանի պետության դեմ։ Հիմա ներխոսույթ են բերել, կալուգացի լրտեսի միլիոններ է ծախսում, որ
խոսույթ տանի օրակարգ ստեղծում 300,000 ադրբեջանցու վերադարձի։ Ոնց որ ժամանակին ասում էին, որ ես պայմանավորվել եմ միջանցք տամ, եւ ասում էին պայմանավորվել խոստացել է չի տալիս դրա համար է կռիվելնում։ Գիտեք ինչ էին իրանք ուզում անեն։ Ուզում էին այդ ալիքի վրա Հայաստանում իշխանափոխություն անեն, որ հետո գան ասեն դե նա է խոստացել, հիմի պետք է խոստա իր խոստում պետք է ուզած կատարենք, որ պատերազմ չլինի։ Նախ մենք բնականաբար չենք խոստացել եւ ես բացեք նայեք 20 թվականի նոյեմբերի ուղերձները, քանի որ թել են ժամանակվանից թել, առաջին օրից ասել եմ նման բան չկա եւ չի կարող լինել, եւ այսօր դա իրականություն է դարձել, չկա միջանցքի թեմա, հիմա էլ դրանից պրծանք 300,000 ադրբեջանցու թեմա, այդ թեման իրանք լրտեսական միսիայով մտցնում են Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգ։ Մենք այդ թեման փակել ենք անդառնալիորեն 2024 թվին, ասելով հայտարարելով Լեռնային Ղարաբաղի շարժման ավարտի եւ չշարունակելու մասին։ Այո, մենք փակել ենք 500,000 հայ-ադրբեջան վերադառնալու թեման եւ դրանով իսկ փակել ենք ադրբեջանցիների վերադառնալու թեման։ Հիմա իրանք բացում են եւ Ղարաբաղցիների վերադարձի թեման, դրանով իսկ բացում են նաեւ փորձում են բացել մյուս թեմաները։ Մենք դա թույլ չենք տալու։ Իրանք թույլ չեն տալիս նաեւ, որ Ղարաբաղի ժողովուրդը ի վերջո հանդարտվի։ Իրանք քիչ չի, իմիջալոց, իրանք նաեւ եւ ոչ միայն իրանք, տարիներով, տասնյակ տարիներով Ղարաբաղի ժողովրդին պատանդ են պահել, գիտեք ինչի համար, այդ միջանցքը ստանալու համար, որ իբր Լաչինի միջանցքի դիմաց, պետք է մի հատ Մեղրիի միջանցքը լինի։ Մենք ենք կասեցրել այդ ծրագիրը, ես եմ կասեցրել այդ ծրագիրը, Մեղրին Հայաստանի անբաժանելի մաս է, որովհետև եւ միշտ լինելու է, որովհետև ես ամենադժվար պահին պինդ կանգնել եմ Հայաստանի տարածքային ամբողջականության դիրքերում, եթե մենք շարունակեինք, եթե իրանք բան են ասում, Լաչինի միջանցք էին ասում, իբր իրանք օրակարգ են բերել տենց մեծ հարց, Լաչինի միջանցքի թեման բերվել է Մեղրին Հայաստանից օտարելու համար եւ ես եմ կանգնեցրել այդ թեման, Մեղրին Հայաստանի անբաժանելի մաս է։ Իրանք Մեղրին տալու համար հոկտեմբերի 27 են արել, իշխանափոխություն են արել, հեղաշրջում են արել եւ ահա այդ սրանք, այս պատերազմի եռագլուխ կուսակցությունը դրանք Մեղրին տվողների խումբն է եւ իրանք պետքա Հայաստանի պետության համար դատվեն եւ տասնամյակով բանտ նստեն, տվեք ինձ այդ մանդատը, ես ասում եմ, բոլոր գծերը անցել են, Կալուգացի օլիգարխը, Ռոբերտ Քոչարյանը, այն բելարուսացի են մեկը, պետքա նստեն բանտ, ինձ տվեք այդ մանդատը, նրանք պետքա տասնամյակ անցկացնեն բանտում, եւ ես ձեզնից մանդատ եմ ուզում, այդ պլանը իրագործելու համար, եւ ես ձեզ ասում եմ, նրանք Մեղրին տվողներն են, ես ձեզ համար ապահովել եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Մեղրին Սյունիքը հարատև Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս է, սրա մասին այս ընտրությունները։ Եվ ես ուրախ եմ, որ նրանք ես ամեն ինչ ասելու, առիթ են տալիս, հակառակ դեպքում ես չէի ասելու, ես երեք գնացել եմ տուն հեռուստացույցին միացրել, YouTube-ում բան եմ նայում, մեկ է գովազ դա բերում, ասենք ոչ քաղաքական բաներ եմ նայում, որ մի քիչ ամբողջ օրը հիմի մանավանդ ինչ որ մի բան եմ նայում, ֆիլմ եմ նայում, մեկ է գովազ դա մի հատ կին երեխու հետ մտնում մանկապարտեզ հայերեն, գովազ, ասում է դե երեխուց բերել եմ մանկապարտեզ ընդունեք բան, տնորենն էլ, մանկապարտեզի տնորենը,
տենց կիսա ժպիտով ասում դե գիտեք ինչ Սաֆարովի երեխեքին ընդունել ենք, ձեր երեխեքին չեն կար։ Ես ասում եմ այդ հոլովակը նկարել է հոգեկան հիվանդ է։ Իսկ այդ հոլովակի պատվեր տղերը լրտեսա, կալուգացի դու նստելու ես բանտում տասնամյակներով, դու նստելու ես բանտում տասնամյակներով, որպես Հայաստանի պետության դեմ գործող լրտես։ Եվ նաև երեխեքին մանկապարտեզից հոսանք գողանալու, դպրոցից հոսանք գողանալու, զորամասից հոսանք ու քո հանցավոր խմբակը դու հայտնվելու եք բանտում եւ ես ժողովրդից առաջին հերթին սրա համար եմ մանդատ ուզում, առաջին հերթին սրա համար եմ մարտի 1-ի ոչրագործ Քոչարյանը, մեղրին տվող Քոչարյանը պիտի նստի բանտում, որովհետեւ միջև հիմա Ժողովուրդ 2018 թվականից շատ զգուշ եմ ես գործել։ Ես գիտեմ, որ դուք մարդիկ ասում են խիմի չէ մի նստած չի, որովհետև ես շատ զգուշ եմ գործել։ Որովհետև իմացել եմ, որ դրանք 15 երկրի շպիոն են, որովհետև ես կռվել եմ հանուն Հայաստանի անկախության մի քանի ճակատով, եւ ես ամեն ինչ արել եմ, որ գոնե ճակատները չավելացնեմ։ Բայց հիմա ամեն ինչ հասել է լրինին, լրտեսները պետք է նստեն բանտում, լրտեսները պետք է նստեն բանտում։ Հաջորդը Թակարդի մասին։ Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նրանք ամեն ինչ արել են, որ դուք եւ Հայաստանի Հանրապետությունը չունենա ընտրություն։ Այսինքն ձև չունենա, տարբերակ չունենա։ Եվ այդ ասածը նրանք իրականում Բելարուսի Լուկաշենկոյի պատգամով են առաջնորդվել։ Եվ այսօր են դրանով առաջնորդվում։ Թե լսել եք, որ ասում են, դե Հայաստանն ու հայերը ում են պետք։ Ում են պետք Հայաստանն ու հայերը։ Հիմա նույն Լուկաշենկոն ձեռի վտանգ է։ Ասում է ոնց, այս Հայաստանը բան ունի, այլ ընտրանք ունի, ուրիշ տարբեր, այո, Հայաստանը այլ ընտրանք ունի, և մեկ իմ նպատակն է եղել, ինչ ով ասել որ հայ ժողովուրդը պետք է չունենա տարբերակներ, այո, հայ ժողովուրդը պետք է ունենա տարբերակներ, հայ ժողովուրդը պետք է ունենա տարբերակ շարունակելու ԵԱՏՄ-ն, հայ ժողովուրդը պետք է ունենա տարբերակ չշարունակելու ԵՏՄ-ն, հայ ժողովուրդը պետք է ունենա տարբերակ Եվրամիության անդամ լինելու, հայ ժողովուրդը պետք է ունենա տարբերակ Եվրամիության անդամ չլինելու, եւ ես Հայաստանի Հանրապետության համար ստեղծել եմ այդ այլընտրանքները, որովհետեւ մեր ժողովուրդը չպետք է գերի լինի, բայց ես չեմ ասում կամ էլի ասում եմ նույնը, ես այլընտրանքը ստեղծում եմ, ժողովուրդը որոշելու է, դուք եք որոշելու ժողովուրդ ջան, բայց նախկինում դուք չունեիք որոշելու հնարավորություն, որովհետև չունեիք տարբերակներ, այսօր դուք ունենալու եք որոշելու հնարավորություն, որովհետև ունենալու եք տարբերակներ, եւ եթե Լուկաշենկոն սրան ռեակցիան տալիս է բանով, սպառնալիքներով, իրանք սպառնում են, որ մեզ համար ճամփա կփակեն, մենք ճամփա ենք բացում, ընդամենը 2 օր առաջ ախալքալակ կարս երկաթուղին Հայաստանի համար բացվել է։ Հսկայական մի քանի 100 միլիոնանոց շուկա է բացվել Հայաստանի համար։ Ես ասում եմ, որ Հայաստանը այլևս այն երկիրը չի, որ պլեճի հյուսին է, եւ երբ որ մեկը սպառնա, թե կարտոշկի գինը 10 դրամով բարձրանալու է, ամբողջ Հայաստանը ուշքից գնա այդ դուրից։ Հայաստանը այլևս հազարների ու միլիոնների երկիր չի։ Հայաստանը այլևս միլիարդների եւ տրիլիոնների երկիր է, որովհետեւ լավ կյանքը էժան չի, լավ կյանքը թանկ է եւ Հայաստանի ժողովուրդը ունենալու է, որովհետեւ տրիպը նշանակում է միլիարդների ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Տրիպը նշանակում է միլիարդների եւ տրիլիոնների եկամուտ Հայաստանի Հանրապետությունում։ Մենք 2018 թվականից մինչև այսօր Հայաստանի պետական եկամուտները 6.6 միլիարդ դոլարով ավելացրել ենք, դոլարով,
Այդ փողերն է, որ նախկինում հոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության գրպանները։ Այսօր այդ փողերը ձեր գրպաններն է հոսում, թոշակի ձևով, առողջության ապահովագրության ձևով, աշխատավարձերի ձևով, ճանապարհների ձևով։ Ջրախտերի ջրագծի հարցն էլ կլուծենք, ջրագծի ձևով։ Բայց երբ ես ասում եմ բանակը պետք է առաջինը չլինի անվտանգության եւ աշխույքների մեջ, այլ երկրորդն էլ չլինի, երրորդն էլ չլինի, հինգերորդը չլինի, հինգերորդը լինի, դա չի նշանակում, թե ես ասում եմ բանակը հինգերորդական է։ Ես ուրիշ բան եմ ասում եմ ամոթը մենք ինչ ենք արել, 18 տարեկան զինվորին տարել ենք փդած խրամատների մեջ պահել, ու ինչքան այս երկրում պատասխանատվություն կա կախել ենք այդ 18 տարեկան զինվորի վզից։ Հələ մի հատ էլ ասում են բանակը քանդեց, արա դուք բանակ եք ունեք, դուք բանակ եք ժառանգել։ Հիմա ես ձեզ ապացուցեմ, որ մենք ոչ թե բանակ ենք ունեցել, այլ կանսերվի կոկոշների հավաքածու։ Ուրեմն D30 հրանոթը մեր 91 թվականից եղել է Հայաստանի հրետանու առանցքային բանը տեխնիկան D30 հրանոթը։ Եվ գիտեք, որ հայտնի տեսաբանը ասել է, որ հրետանին պատերազմի աստվածն է։ Ուրեմն D30 հրանոթը բարձ է, չէ՞ մեր հրետանու սիրտն ու վհնաշարն է եղել։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը D30 գործարանային արտադրություն մեր բանակը ունեցել է, գիտեք երբ 2023 թվին։ 2023 թվին է, որ գործարանում արտադրված D30-ը մատակարարվել է Հայաստանին։ Նախկինում ինչ ա եղել, որ Սերժ Սարգսյանը ասում էր 80-ականների զենքեր, ինքը գլուխ է գոյացել, ժողովուրդ ջան, գլուխ է գոյացել։ 2018 թվականի դրությամբ մեր բանակի սպառազինության 70%-ը ոչ թե 80-ականների է եղել, այլ 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Եվ եթե դուք ուզում եք տեսնել բանակը, իսկ դուք ուզում եք տեսնել բանակը, վաղը եկեք Հանրապետության հրապարակ եւ տեսեք բանակը, բայց մենք այդ նոր գործարանային արտադրության D30-ներն էլ ենք ցույց տալու, որ չասեն թե վայ D30, բայց դուք նայեք մենակ ֆիզիկական չափերը, մենակ նայեք ֆիզիկական D30-ը ինչ չափի հրանոթ է, եւ այն նոր հրանոթները, որ մենք մենակ աչքաչափով համեմատեք նրա չափերը եւ նրա չափերը, եւ ձեզ համար ամենից պարզ կլինի։ Եվ իսկ նախկին այդ D30 հրանոթները մնացած բաները եղել են նիկանդիցոնի, այսինքն համարյա դենքցելու, եւ մեզ են տվել դա որպես մետալալոն, որպես ոչ թե ուտիլ, այլ ուտիլից մի քիչ պակաս, ուտիլից մի քիչ պակաս, ասում են բանակը պարտվեց պատերազմը, դուք բանակ չեք ժառանգել, երկու Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամկետների համար մենք 2018 թվին բանակի վրա կրկնակից ավել փող ենք դրել 8 տարում 10-20 տարվա համեմատ եւ այն ինչ որ դուք տենում եք վերջին տարիների պրոցեսներն են եւ ավելին ասեմ, այսօր մենք ունենք ռազմական արդյունաբերություն, որը զարգացած երկրներին, հասկանում եք, ոչ թե երրորդ աշխարհի երկրներին, զարգացած երկրներին զենք հավաճառում։ Եվ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ նոր բանակի առիթով, որ այդ վաղը դուք սեփական աչքերով կտեսնեք։ Բայց ինչ ասի շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի, ժողովուրդ, ամենակարևորը խաղաղությունն է, որը հաստատված է եւ որի առիթով բոլորիդ շնորհավորում եմ, բայց այս ընտրությունների ամենակարևոր հարցը հետևյալն է, Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությանը, թե տեր չի կանգնելու։ 9 ամսական մեր խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի։ Այն կա իրականությունը,
մեր կյանքի անբաժանելի, ոչ միայն անբաժանելի մասն, այլև ամենակարևոր մասն է, բայց իմ ամսական խաղաղությունը իմ ամսական երեխայի հետ ունի ևս մեկ ընդհանրություն, եթե նրա համար հոգ չտանենք, խնամք չտանենք, նա չի ապրի։ Ես է պատճառը, որ ես բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր և տեր կանգնել խաղաղությանը գործելով հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ են քվեարկում 16-ին, որովհետև սա պաշտոնի եւ աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն խաղաղության եւ հետեւաբար 16-ի օգտին քվեարկելը նշանակում է, որ պետությանը տերենք, անկախությանը, ապագային, խաղաղությանը, բայց ստեղ մի գործողություն էլ պետք է անել, որովհետև երբ որ խոսում ենք հոգնակիով, հոգնակի մեջ շատ հաճախ ինքներս մեզ տարալուծում ենք բոլորի եւ շատերի մեջ։ Եվ այս ընտրություններից առաջ եւ այս ընտրությունների օրը եւ ընտրական տեղամասում շատ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի առերեսվի են փաստի հետ, որ պետության հետագա ընթացքը, խաղաղության ճակատագիրը, ապագան կախված է մեկ մարդուց, պատկերացնում եք, այս պատկերը պետք է շատ հստակ գիտակցել, կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ 18 կաս, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այդ մեկ մարդը ես ուզում եմ ինքը ձեր բարձրացնել այդ մեկ մարդը եւ այդ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ պետականատեր ժողովուրդ եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ջրվեժին, ձորախտիրին, Երևանին, Կոտայքի մարզին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Երկու հայտարարություն, այսինքն մի հայտարարությունը արդեն արեցի, հայտարարություններից մեկը զորահանդեսի մասին էր, բայց այս զորահանդեսը տարբերվելու է նախորդներից, որովհետև ռազմական տեխնիկան հանրապետության հրապարակով անցնելու է եւ հանգրվանելու է Տիգրան Մեծի պողոտայով, որ նրանք, ովքեր մտքներով կանցնի իրանց տեսածը, հավատան իրանց տեսածին, թե չհավատան, մի հատ էլ հնարավորություն ունենան գնան երկրորդ անգամ նայեն։ Եթե դրանից հետո մի հատ էլ հեռանալուց հետո կասկած ընկնի մեջները, այնուամենայնիվ կարող է լավ չենք տեսել, երրորդ անգամը վերադառնան եւ տեսնեն։ Ուսակապված է մի փաստի հետ, ես քաղաքացիներից մեկը, որ խոսեցի բանի մասին, զորահանդեսի, ասեց հա լավ գիտեմ թե ինչ է կանել, ասում եմ ինչ են կանել, ասում այսա մակետներ եք սարքելու ստից մտից, բերելու կամերաների դեմով վազացնեք, ոչ մեկ չհասկանա ինչ է կարել։ Այս խոսակցությունը շատ ծանր նստեց եւ մտածեցի այդ լուծումը գտա։ Իհարկե Ժորժ ջան, թույլ չենք կարատան որ շոշափեն մանավանդ երեխեքը կնոպկեքին սեղմեն, պատահաբար մեկ էլ մադրակետ թռնի դարի մադրատակից դուրս արի։ Կներեք այդ մի բանը չենք կարա թույլ տանք, բայց ամբողջ օրը ձեր աչքի առաջ կլինի, որպեսզի տեսնեք, համոզվեք, ուրախանաք եւ գնաք քեֆ անեք տոնեք ձեր նոր բանակը, մեր նոր բանակը։
Երկրորդը Կոտայքի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու այսօր ժամը 20:00-ին ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ Աբովյանի քաղաքապետարանին հարակից հրապարակում։ Բոլորիդ կամ ավելի ճիշտ մի մարդու, ընդհանրապես մի մարդու հրավիրում եմ մասնակցել այդ հավաքին եւ մեծ պատիվ կլինի այդ մեր մարդուն տեսնել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար